ֆիլմի ստեղծողների, սիրելի երիտասարդներ, նախ դուք այն ամենամեծ չվախեցողներն էիք, որ փորձեցիք բարձրաձայնել, որ փորձեցիք մեր ցավից խոսել։ Շնորհակալ եմ նստած մարդկանց, որոնք այն չվախեցողներն էին ինչ-որ բան կորցնելու համար, որովհետև վախենալ խոսել մեր ցավի մասին, կներեք ուղիղ խոսքից համար, սա ինձ համար առնվազն սեգայություն է, որովհետև կորցրել ենք ամենակարևորը մեր հայրենիքը։ Պարոն Կարունը կարծեմ իմ հասակակիցն էր մոտավորապես, և մենք երբ ձեր հասակակիցն էինք սիրելիներս, մենք երազում էինք Արևմտյան Հայաստանը հետ բերելու մասին։ Մենք Շիրազ էինք կարդում, մենք Մասիս էինք պաշտում, բայց եկանք հասանք այնտեղ, որ հիմի պիտի երազենք Արցախը հետ բերելու մասին։ Ցավ է մեզ, սուտ է մեզ, որովհետև մոռացանք Վանը, Անին, Տվինը, հիշում ենք Շուշին, հիշում ենք Ստեփանակերտը, սարսափելի ցավ է, համաձայն եք կարծում եմ։ Ու հիմա չեմ ուզում, որ Շուշին էլ մնա մեզ համար հետ չբերված երազանք, իսկ դրա համար հաստատ մեր բոլորի պայքարն է պետք։ Եվ ես կարծում եմ այստեղ նստածները և մեր ֆիլմի ստեղծողները առաջին ու շատ քայլեր արդեն արել են։ Մնում է հուսալ, որ էլ չենք ընկրկի ու մեր հայրենիքը մեզ համար երազանք չի դառնա, որովհետև մեր սիրելի հերոսուհին մի հետաքրքիր միտք ասեց մենք էլ հետ բերելու մասին չենք մտածում, մենք մտածում ենք Հայաստանը պահելու մասին։ Այսինքն հասել ենք այնտեղ, որ մեր խնդիրը Հայաստանը պահելն է։ Սրանից մեծ ցավ հայի համար չի կարող լինել։ Շնորհակալ եմ սիրելիներս, հիանալի մտքի համար, հիանալի աշխատանքի համար։ Սիրելի Արցախահայեր, դուք մեր եղբայրներն եք, չեմ ուզում կիսել ձեզ հենց այս բառով, այս բառը իմ համար շատ ցավալի բառ է։ Սիրելի եղբայրներ, քույրեր, Աստված չտա, որ մենք բոլորս ձեր ճակատագրին արժանանանք։ Թույլ տվեք նաև հուսալ, որ մենք բոլորովս հեռ վերադառնալու ենք Արցախ։ Ես ինքս որոշել եմ, դա Աստված այդ հնարավորություն ունենա, առաջին հիմնական բնակության համար տեղափոխվողը ես կլինեմ։ Շնորհակալ եմ շատ։ Միքրոֆոնով տեսնես։ Ճիշտ ասած մի փոքր տեխնիկական խնդիր ունի։ Արցես բոլորին, շնորհակալ ենք այս վավերագրական, գեղեցիկ, ուսուցողական, դաստիարակչական ֆիլմի համար։ Ես հիշատակի եմ, որ այսպիսի ֆիլմեր և վավերագրական ֆիլմեր շատ կան, եղել են, ափսոս, որ քիչ են ցուցադրումները պետք է լինեն դպրոցներում, բուհերում, որ մեր աջող սերունդները տեսնեն են այդ ամեն ինչը, ընկալեն, հասկանան, թե Սումգայիթյան ջարդերը ինչ են նշանակում, Նախիջևանի հայատապությունը ինչ է նշանակում և այսօր ինչ է նշանակում Արցախի էթնիկ զտումը։ Այդ ամեն ինչին հայ ազգը ցավոք սրտի 111 տարի առաջ առերեսվեց, այսօր նույնպես 21-րդ դարում առերեսվեց։ Թեպետ մեր զորավարների, մեր նախնիների պատգամը մեկն է եղել, ոչ այլևս չկորցնենք հայրենիք, չկորցնենք հող
Ես նշրեմ սպարապետ Վազգեն Սարգսյանի խոսքերը, այս միկրոֆոնը շուտ որը չի կա։ Մի տեսակ խոսքս բանկ է, կարձականք է, ես պես դանդաղ չեմ խոսում, էլի։ Վազգեն սպարապետի խոսքերը ուզում եմ հիշեցնել, որ երբ որ զորահանդեսը արեց և վերջացրեց, սավ հիշեք 21-րդ դարը մերն է լինելու։ Եվ այդ ամբողջ խոսքա բոլորը տեսան, հատկապես թշնամիները լսեցին այդ խոսքը և հատկապես ներքին թուրք թշնամիները լսեցին այդ խոսքը և իրենց կոգորտի ներկայն է։ Դրա համար էլ ֆիզիկապես և սպարապետին և Կարեն Սերոպիչին շարքից հանեցին։ Եվ ինչ որ եսօր եկավ Արցախի գլխում, դա էր բուն միտքը 20 տարի հետո իրականացրեցին, որովհետև դա մեծ ծանր դժվարին աշխատանք էր, բայց տարան հասցրեցին դրան։ Հիմա ինչ եմ ուզում ասել, բախտորոշ պահեր է մեր հայ ազգի համար։ Եթե չենք ուզում, որ Հայաստանն էլ Արցախի նմանն է, պետք է համախմբվենք, միասնական դառնանք, չվախենանք, ամենակարևորը, որովհետև նորից եմ կրկնում, սպարապետ Վազգեն Սարգսյանը ասում է, մենք նույն հայերն ենք, թուրքը նույն թուրքն է, մեր դիմացից վազող ու փախչող, այս իշխանությունը տոտալ վախի մրտնոլորտ է տարածում մեր մեջ, այսպիսի ֆիլմեր, նորից եմ ասում, շատ պետք է լինեն, և ավերագրական, և ֆիլմային ռեպորտաժներով, և պետք է ցուցադրվեն դպրոցներում, բուհերում, բոլոր տեղերում, որ հայերը աճող սերունդը հասկանան, գիտակցեն, թե ինչ կարող է իրանց հետ լինել և իրենք հոգեպես պատրաստ լինեն։ Մարդը պարդվում է այն ժամանակ, երբ որ հոգեպես պատրաստ չէ, իսկ երբ հոգեպես պատրաստ է, թեկուզ հոգին էլ ավանդ է, ինքը հաղթանակած դուրս կգա։ Ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ, և մենք